Շամշյանքոմի տեղեկություններով դեկտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում Հնդկաստանի քաղաքացին ցնցումների մեջ է ընկել ու ընկերների ներկայությամբ մահացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի պաշտոնակատար Վլադ Բազունցի գլխավորությամբ տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը հանդիսանում է Հնդկաստանի քաղաքացի 29-ամյա Բորա Ռաուլը։ Աղազանքով ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության, Էրեբունի և Նուբարաշանի վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։ Դեկտեմբերի 16-ին սպանություններ էին տեղի ունեցել Շիրակի մարզում ժամը 10:50-ի սահմաններում ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում դիեր կան։ Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել էր Շիրակի մարզի քրեական ոստիկանության օպերատիվ խումբը վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ՆԳՆ ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Ալեքսանդր Նորսոյանի և բաժնի պետի տեղակալ Կարեն Տեփանոսյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, դեպքի վայր էին ժամանել նաև ՆԳՆ փրկարար ծառայության Գյումրու թիվ 2-րդ թռչող փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ոստիկանների հետ համատեղ բացել էին դուռը և ներսում հայտնաբերել մահացածների մարմինները։ Օպերատիվորեն ժամանած Գյումրու հերթապահ շտապօգնության բժիշկների խումբը տեղում արձանագրել էին տղամարդու և կնոջ մահերը։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր էին ժամանել նաև Շիրակի մարզի դատախազ Չիչոյանը և տեղակալներ Արեգ Խաչատրյանը, Արծրուն Ալեքսանյանն ու Արամ Գետիկարյանը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տաղձագծիկի առաջ խոսել, ասում էին՝ քիչ առաջ տեսանք, թե ինչպես համայնքային քրեական ոստիկաններն ու պարեկները եկան, տունը շրջափակեցին, մի 10 րոպե անց ինչ էին ման գալիս չգիտենք, մենակ էն տեսանք, որ Նարեկին բռնեցին, տարան, հետո իմացանք սարսափ հիշեցնող ֆիլմի մասին, թե ոնց է Նարեկը իր մեծահասակ ծնողներին սպանել դանակի մի քանի հարվածներով։ Ճիշտն ասած ցավալի դեպք է, բայց լավ է ոստիկանները շուտ եկան, այդ հոգեկան խնդիրներ ունեցողին տարան, վստահ ենք, եթե մի քիչ ուշանային չէր բացառվում, որ նա կարող է էլի մարդկանց սպաներ։ 7 տարի առաջ էլ է Նարեկը սպանության փորձ արել իր ծնողների նկատմամբ և երկար տարիներ հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոններից մեկում, նշել են հարևանները։ 76-ամյա Վալերի Բարխուդարյանը հայտնվել է ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում։ Նրա խոսքով աղջիկը նրան դուրս է հանել սեփական տնից, որտեղ ինքը ապրում է շուրջ 35 տարի, ինչի հետևանքով տարեց տղամարդն արդեն 5 օր է գիշերում է դրսում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի օր նա անցկացրել է կոշկական փոքրիկ բուդկայում, փորձելով պաշտպանվել սրտից։ Վալերի Բարխուդարյանն ունի հենաշարժողական խնդիրներ, վերջերս ենթարկվել է վիրահատության և նրա առողջական վիճակը թույլ չի տալիս երկար ժամանակ մնալ բաց երկնքի տակ։ Տարեց տղամարդը նշում է, որ ցանկանում է տեղափոխվել խնամքի հաստատություն կամ ապրել այլ վայրում, միայն թե ունենա տաք անկողին և անվտանգ պայմաններ, որպեսզի ապաքինվի։ Շամշյան.com-ի թղթակցի հետ զրույցում Մահապարտների կանանց խորհրդի նախագահը նշել է, որ իրենք խոր ցավ են ապրում տեսնելով տղամարդու հետ կատարվող դեպքերը և դիմում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի այս հարցը լուծում ստանա։ Առեղծվածային ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարության, փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ Հրազդանի կիրճում Հրազդան գետում դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 7-րդ թռչող փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ ուղղակի հրամանատար Գրիգոր Գալստյանի գլխավորությամբ, ժամանել են նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերցյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վարանցով Բալասանյանն ու կրտսեր պարեկ Նուրի
Նուրիկ Այվազյանը։ Ժամանել են նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ փրկարարներ Հրազդան գետից դուրս են բերել տղամարդու մարմին։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկաններն ու պարեկները պարզում են դիակի ինքնությունը, ինչպես նաև տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար կամ միգուցե սպանություն։ Ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերացիա են իրականացրել, որը գրել է «Պարելով գողություն չեն անում» անունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մեգամոլ առևտրի կենտրոնում 3 կանայք գողություն են կատարել։ Նշված վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, բաժնի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր եւ Մեգամոլ առևտրի կենտրոնի մոտից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանները ձերբակալել եւ Նոր Նորքի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 41-ամյա Արմինեին, 17-ամյա Անգելինային եւ 36-ամյա Անիին։ Պարզվել է, որ նշված անձինք Մեգամոլ առևտրի կենտրոնում գործող Էլսի Վայկիկի խանութ սրահից գողացել են 2 հատ սփռոց, 2 հատ բարձի երես, 2 տուփ մոմ եւ 1 տուփ անկողնային պարագա։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով նշված անձինք Հայաստանում հայտնի պարային ստուդիաներից մեկի աշխատակիցներ են, իսկ նրանցից մեկն էլ պարուսույց է։ Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք նշված անձանց հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից էլ նշված անձինք ազատ են արձակվել։ Սպանություն եւ սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզի քրեական վարչությունը հազանգ է ստացվել Աբովյան բժշկական կենտրոնից, որտեղից հայտնել են, որ դանակահարության հետևանքով Աբովյան բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել Կոտայքի մարզի քրեական ոստիկանության ծառայողները վարչության պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուսը գտնվում է վիրահատարանում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին երկրորդ վիրավորի կյանքի համար, քրեական ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում եւ ժամանելով դեպքի վայր, այնտեղ եւ հարակից օգոստոսի 23-ի փողոցում հայտնաբերել են առնանման հետքեր։ Դեպքի մասին Կոտայքի մարզի քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրա Պապյանի եւ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։ Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում սպանություն եւ սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ կատարողների ինքնությունները ճշտելու, նրանց եւ հանցագործության գործիքը կամ գործիքները հայտնաբերելու ուղղությամբ։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով մահացածը 24-ամյա Սարգիս Զ.